Վերջին զանգ հեռուստասերիալում տեղի ունեցավ այն պահը, որից բոլորն այդքան վախենում էին։ Ոչ թե միայն վախ, այլ սարսափ, հատկապես Լիլիթի ու Միքոյի համար։ Երկուսն էլ լավ գիտեին, երբ ճշմարտությունը դուրս գա ջրի երես, նրանք պարզապես կորցնելու են իրենց սիրելիին, բայց իրականությունը այլ է։ Սոսը երբեք չի սիրել Լիլիթին ու երբեք էլ նրան չի պատկանել, որ այսօր էլ կորցնելու մի բան ունենա։ Իսկ Աննան երբեք չի սիրել Միքոյին։ Ոչ 25 տարվա համատեղ կյանքը, ոչ Ֆաինան, ոչ ամուսնական երթումները, ոչինչ փոխել չեն կարողացել։ Միքոն Աննայի կողքին եղել է, բայց երբեք սրտում։ Ահա Աննան գնում է Բագրատի տուն պարզելու, թե ինչու է Անետը հեռացել իրենց տանից, բայց փոխարենը դուռը բացում է Սոսը։ Ու մի պահ ժամանակը կանգ է առնում։ Աննան քարանում է, աչքերի առաջ մարդ, որին տարիներ շարունակ մահացած է համարել եւ հոգու խորքում սիրել։ Նրանց սերը, նրանց պատմությունը, ամեն ինչ փլվում է մեկ ակնթարթում։ Աննան ուշագնաց է լինում հուզվածությունից։ Սոսը եւս հուզված, բայց զսպված բռնում է նրան, ուզում է փայփայել Աննայի դեմքը, բայց չի անում։ Չէ՞ որ այդ պահին դրանն է հայտնվում Լիլիթը իր զզվելի ու թունավոր հայացքով։ Սոսը իր ամբողջ մարդասիրությամբ Աննային ներս է բերում, շտապօգնություն է կանչում։ Աննային տեղափոխում են հիվանդանոց։ Վտանգ կա, որ նա կարող է կորցնել իր երեխային։ Իսկ այս ամենն ընդամենը սկիզբն է։ Այստեղ է, որ Աննան ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները։ Սոսի ձայնը, երբ խոսում էր Արամի հետ, Միքոյի տարօրինակ հարցը, Անետի անհասկանալի հեռանալը, ամեն ինչ հստակ է դառնում։ Բայց ցավալի է գիտակցումը, որ բոլորը գիտեին ու բոլորը լռեցին։ Ու հիմա Աննան շոկի մեջ է ոչ միայն Սոսի վերադարձից, այլ իր շրջապատից ու հարազատ մարդկանցից ստացած դավաճանությունից։ Սակայն ամենաողբերգականը դեռ առջևում է, երբ Աննան իմանա, որ իր հարազատ քույրը Լիլիթը դարձել է Սոսի կինը, դա նրա համար հերթական հարվածը կլինի։ Սա արդեն վերջնական կոտրելու է Աննային։ Իսկ Լիլիթը ճառ է պատրաստել, խոսքեր, որոնք պետք է խոցեն ու վանեն Աննային Սոսի ճանապարհից։ Բայց արդյոք Սոսը հիմա Աննային տեսնելուց հետո կցանկանա վրեժ լուծել նրանից։ Սա մեծ հարց է։ Սոսը այն մարդը չէ, ով հեշտությամբ կմոռանա, թե ում է սիրել իսկապես ամբողջ կյանքում։ Մի բան պարզ է, այս պահից սկսած ամեն ինչ փոխվելու է։ Վրեժը, ցավն ու սերը խառնվել են իրար։ Եվ հիմա խաղը վերածվում է ճակատագրական պայքարի, սիրո, արժանապատվության ու արդարության համար։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Աննան ուշքի գալուց հետո, ում կցանկանա նա առաջինը տեսնել՝ Սոսին, թե Միքոյին։ Գրեք մեկնաբանություն եւ դիտեք մեր տեսանյութերը բաց չթողնելու համար ամենահետաքրքիր զարգացումները։ Նկարահանման ենք ընկել մեր։ Չէ կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչ էի կողմը, բայց կա։ Ինչ։ Ռուլա ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայց։ Հա, թարմա։ Ո՞ր вообще-то արսենալից Կասկածում եք, երեխեք։ Չորս օրվա է, Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դե որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողակ չի երևում։ Դա սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց անում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասա բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։
Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխը կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Ջաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կինո եմ խաղում, հա։ Վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ողած։ Ինչև ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օծ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգա ստորիների 10%, Սա դինացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում կարոպետոն ներվի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տամ։ Դրանով գնալ ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու լա նկարում իրապ։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման